ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է քննարկել Թոմահոք հեռահրթեւավոր հրթիռների փոխանցումը Ուկրաինային։ Գուցե Պուտինին ասեմ, լսիր, եթե այս պատերազմը չկարգավորվի, ես Ուկրաինային Թոմահոք հրթիռներ կուղարկեմ։ Այն անհավատալի զենք է եւ ունակ է ավերիչ հարվածներ հասցնել։ Եվ անկեղծ ասած, Ռուսաստանին դա պետք չէ, ասել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի ավարտել պատերազմը։ Հակառակ դեպքում նրա համար դա վատ կավարտվի, հավելել է Թրամփը։ ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Չինաստանին, այլ ոչ թե վնասել։ Այս մասին Truth Social սոցցանցում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մի անհանգստացեք Չինաստանի համար, ամեն ինչ լավ կլինի։ Մեծարգո նախագահ Սի Ցինփինը պարզապես տհաճ պահ ունեցավ։ Նա չի ուզում հուսահատություն իր երկրի համար, եւ ես նույնպես։ ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Չինաստանին, այլ ոչ թե վնասել նրան, նշել է նախագահը։ Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն լրացուցիչ 100% մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներկրվող ապրանքների համար։ Նրա խոսքով Չինաստանը չափազանց ագրեսիվ դիրք է գրավել առևտրի ոլորտում, աշխարհին խիստ թշնամական նամակ ուղարկելով, որում հայտարարել է, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից լայնածավալ արտահանման վերահսկողություն է սահմանելու իր արտադրած գրեթե բոլոր ապրանքների, ինչպես նաև իր կողմից արտադրվող որոշ ապրանքների վրա։ Ռուսաստանը ստիպված կլինի վճարել, եթե շարունակի համառել իր ռազմատենչ կամակորությունը եւ չցանկանա նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո։ Եթե Ռուսաստանը շարունակի համառել իր ռազմատենչ կամակորության մեջ եւ հրաժարվի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ապա ստիպված կլինի վճարել դրա համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Նրա խոսքով Գազայի հատվածում հակամարտության շուրջ ավելի վաղ ձեռք բերված խաղաղ համաձայնությունը Մերձավոր Արևելքում խաղաղության հույս է ներշնչում։ Ուկրաինական ճգնաժամին նույնպես պետք է վերջ դրվի։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին որոշել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հանձնել Նեղոսի շքանշանը։ Արաբական Հանրապետությունում բարձրագույն պետական պարգևը հայտնել է Եգիպտոսի առաջնորդի գրասենյակը։ Նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին որոշել է ԱՄՆ նախագահին պարգևատրել Նեղոսի շքանշանով, ի նշան խաղաղ ջանքերին աջակցելու եւ հակամարտությունների կարգավորման գործում նրա ակնառու ավանդի ճանաչման, որոնցից վերջինը Գազայի գործում նրա առանցքային դերն է, ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, Իսրայելն ու Համասը պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածում հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի առաջին փուլի իրականացման շուրջ։ Առաջին փուլում Համասը կազատի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելը իր զորքերը հետ կտանի մինչև համաձայնեցված գիծը եւ իսրայելական բանտերից ազատ կարձակի հարյուրավոր պաղեստինցիների, այդ թվում ահաբեկչության համար ցմահ դատապարտվածների։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է բոլոր ճակատներում հաղթանակի հասնելու մասին։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Համատեղ ջանքերով հասել ենք հսկայական հաղթանակների, հաղթանակներ, որոնք ապշեցրել են ողջ աշխարհին։ Ես ուզում եմ ասել, որտեղ էլ կռվենք, մենք հաղթել ենք, ասել է քաղաքական գործիչը։ Ընդ որում Նեթանյահուն ընդգծել է, որ չնայած ձեռք բերված հաջողություններին, ռազմական արշավը դեռ չի ավարտվել։ Մեր թշնամիներից ոմանք փորձում են վերականգնվել, որպեսզի նորից հարձակվեն մեզ վրա, ինչպես մեզ մոտ են ասում, մենք պատրաստ ենք, հավելել է վարչապետը։